Աղթալայի կոմբինատի հանքափորները շարունակում են գործադուլը։ Կոմբինատի դիմաց բանվորներն այլևս չեն հավաքվելու, բայց աշխատանքի էլ չեն գնա։ Տնօրենությունը գործադուլի մասնակիցներին փորձել է փոխարինել հնդիկ աշխատողներով, բայց չի ստացվել։ Հանքահանման աշխատանքները մինչև հիմա դադարեցված են։ Գործադուլը սկսվել է հունվարի 16-ին, միացել են կոմբինատի բոլոր 52 հորատանցողները։ Նրանք աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։ Վարձատրությունը հիմա գործարքային է։ Մի խորանարդ մետր հանքաքարի դիմաց հանքափորները 1700 դրամ են ստանում, պահանջում են 2200 դրամ։ Եթե պղնձի գինն ընկնում է, իրենք մեր աշխատավարձը իջեցնում են, բայց հակառակը չկա։ Հիմա պղնձի գինը կրկնապատկվել է, հասել է համարյա $13000, բայց մեր աշխատավարձը ընդհանրապես չի փոխվել, նշել է գործադուլի մասնակիցներից մեկը։ Հանքափորները պատրաստ են այս նույն աշխատավարձով էլ աշխատել, եթե իրենց գոնե չստիպեն կողմնակի գործեր անել։ Ինչը որ պայմանագրում գրած է, մենակ դա չեն կանում։ Ուրիշ աշխատանքներ են կանում արդեն 10 տարի, օրինակ պայթեցման աշխատանքներ, բայց դրա համար չենք վարձատրվում։ Տնօրենության անտարբերությունից ջղայնացած նրանք Երևանից վերանայել են իրենց պահանջները։ Եթե առաջ հիմնականում վարձատրության հարցն էր բարձրացվում, հիմա խոսվում է նաև աշխատանքային պայմանների մասին։ Աղթալայի հանքը փակ հանք է, ինչը ավելի վտանգավոր է, քան բացը։ Անվտանգային համակարգեր չկան, պայմանները չեն համապատասխանում սահմանված չափանիշներին եւ անմիջական վտանգ են ներկայացնում աշխատողների կյանքին եւ առողջությանը։ Տնօրենությունը չի պատրաստվում սիջել։ Գործադուլի մասնակիցներին վախեցնելու համար հնդիկ աշխատողների էին բերել, բայց հնդիկները Աղթալայում աշխատանքի չեն անցել, նրանց ավելի ուշ տարել են այրում հանք։ Կա վարկած, որ նրանք չեն համաձայնվել նման վատ պայմաններին, կամ նրանց բերել էին զուտ գործադուլավորներին վախեցնելու համար։ Կոմբինատի ղեկավարությունը երկուշաբթի բանակցող է ուղարկել։ Վերջինս խնդրել է հորատանցողներին վերադառնալ աշխատանքի։ Հաշվի կառնենք ձեր առաջարկները, հետո լավ կլինի։ Աշխատողները բանավոր տեքստերին չեն հավատում, պահանջել են կոնկրետ ժամկետներ եւ պայմանագրային երաշխիքներ։ Տնօրենությունը նաև փորձել է պառակտել գործադուլի մասնակիցներին։ Առանձին մարդկանց հրավիրել են փակ բանակցությունների, բայց մերժում են ստացել։ Հորատանցողները պայմանավորվել են, որ գործելու են խմբով, առանձին որոշումներ չեն կայացնելու։ Եթե թեկուզ մի հոգու հեռացնեն, մյուսները հրաժարվելու են վերադառնալ աշխատանքի։ Վերջին օրերին նրանք նաև հարցազրույցներ չեն տալիս լրագրողներին, որպեսզի ոչ մեկը չխոսի բոլորի անունից։ Հունվարի 23-ին գործադուլի մասնակիցները հանդիպել են լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների ճյուղային արմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանին։ Պայմանավորվել են, որ նա ներկայացնի իրենց տնօրենի հետ բանակցությունների ժամանակ։ Հանքի տնօրենը հրաժարվել է ընդունել նաև արմիության ղեկավարին։ Մենք դեռ մեր արմիությունը դեք ասացած է, բայց մի արմիության հարցը չի։ Ըստ օրենքի, եթե կոլեկտիվը աշխատողները չունենալով նախնական կազմակերպություն, իրանք ըստ արմիության Հայաստանի օրենքի եւ 23 հոդվածի աշխատանքային օրենսգրքի իրավունք ունեն դիմել տարածքային կամ ճյուղային միություն, որպեսզի արմիությունը ներկայացնի իրանց շահերը եւ պաշտպանի։ Իրանք 52 հոգով դիմել են ինձ։ Մենք ես անձամբ գնացել էի ուրբաթ-օրը, նախապես զգուշացնելով գլխավոր տնօրենին պարոն Հակոբյանին, որ քանի որ վեճ առաջացել, կոլեկտիվ վեճ առաջացել, հրատապ կերպով եկեք բանակցենք, որպեսզի փորձենք հանգուցալուծել այդ կոլեկտիվ վեճը։ Ուստի ես սպասեցի ինքը չարձագանքեց, սակայն ինքը պարտավոր էր ըստ 67 հոդվածի բանակցության մերժումը չի ընդունվում, ինքը պիտի բանակցեր եւ ասեր սա կարամ, սա չեմ կարա։ Աշխատողներից որոշներին ծանուցում է եկել։ Եթե 3 օրվա ընթացքում բացակայության հարգելի պատճառ չներկայացնեն, կհեռացվեն աշխատանքից։ Տնօրենությունը գործադուլը անօրինական է համարում։ Փահլևանյանը հակադարձում է։ Աղթալայի հանքի պարագայում միշտ էլ աշխատանքի չներկայանալու հարգելի, այսինքն օրենքով սահմանված պատճառ կա։ Եթե աշխատանքային պայմանները վտանգ են ներկայացնում աշխատողների կյանքի եւ առողջությանը, նրանք կարող են դուրս չգալ աշխատանքի։ Տեսահոլովակներ էլ կան, որտեղ երևում է, որ այնտեղ ոչ թե պայման չկա, այլ ընդհանրապես պայման չկա։ Սա բողոքի ակցիա չէ, գործադուն պարտավոր է այդ պայմաններն ապահովել։
Բանակցությունների տապալումից հետո նա բոլոր այս խնդիրները ներկայացրել է տարածքային կառավարման նախարարությանը, աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնին, ՄԻԲ գրասենյակին, ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին։ Արմիության ղեկավարը վստահ է, ի տարբերություն Քաջարյանի գործադուլի, Ախթալայում բանվորներին չեն կարող հենց այսպես ազատել աշխատանքից։ Քաջարյանում բաց հանք է, Ախթալայում փակ, պայմաններն այստեղ ավելի վատ են եւ անմիջական վտանգ են ներկայացնում կյանքին։ Եթե բանվորներին հեռացնեն աշխատանքից, պատժելով գործադուլի համար, նրանք անմիջապես դատական հայցեր կներկայացնեն, առաջ քաշելով հատկապես աշխատանքային պայմանների հարցը, որոնք չեն համապատասխանում սահմանված նորմերին։